Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու 4-րդ գիրք 9-րդ գլուխ Հեյու Իսրայելի թագավոր գոծվի։ Եղիսե մարգարեներու որդիներեն մեկը կանչեց եւ անոր ասավ. Կոդիտ մեջ կտկաբե այս յուղի շիշը ցեր կտար ու Ռամովտ քաղաք կնա։ Հոն երբ հասնիս Նամեսյան Հովսապատի որդին Հեյուն կդիր եւ մտնելով իր եղբայրներու մեջ կանգնեց ուր զայն ու ներքին սենյակ մտար զայն։ Յուղի շիշը առ անոր գլուխին վրա տապե եւ ասե. Դերը սագա հայդարարե, քեզ Իսրայելի վրա թագավոր օծեցի։ Ապա թուրը բաց ու փախիր մի ուշանար։ Ոստի այդ երդասարտ մարգարեն Ռամովտ քաղաք կնաց։ Երբ հոն ասավ, ահա զորաբետները նստած էին։ Ան ասավ. Ով բեդ, քեզի խոսք մունիմ։ Հեյու ասավ. Մեր բոլորեն որուն, անալ պատասխանեց. Քեզի ով բեդ։ Հեյու գանկնեցավ ու դունեն ներս մտավ։ Անալ յուղը անոր գլուխին վրա տապեց եւ ասավ. Դերը Իսրայելի Աստվածը սագ հայդարարե, քեզ դիրոջ ժողովրդին Իսրայելի վրա թագավոր օծեցի։ Զարկ քու դիրոջդ ակապի դունը, որբեսի հեզապելեն վրեժը առնեմ իմ ծառաներուս մարգարեներուն արյունին ու դիրոջ բոլոր ծառաներուն արյունին։ Ակապի ամբողջ դունը պիտի գործվի եւ ակապի բոլոր այր մարտիկը Իսրայելի մեջ փանդարգվածը գամազադը պիտի փնաչնչեմ։ Ակապի դունը Նապադի որդին Հերոփովամի դանբես եւ Ակյայի որդին Պասայի դանբես պիտի անեմ։ Շուները պիտի ուդեն հեզապելը Հեզրայելի ակարագին մեջ ու զայն թաղող պիտի չլա։ Հետո թուրը բացավ եւ փախավ։ Երբ Հեյու դուրս ելավ իր դիրոջ ծառաներունքով իրեն ասին. Ողջություն է, այդ խելակարը ինչու քեզ եկավ։ Ինքանոնց պատասխանեց. Դուք այդ մարդն ու անոր խոսքերը գիտեք։ Անոնք ասին. Սուդ է, հաղորդե մեզի հիմա։ Ինքալ պատասխանեց. Անիկա ինձի սաբես եւ սաբես խոսեցավ ասելով. Դերը սագ հայդարարե, քեզ Իսրայելի վրա թագավոր օծեցի։ Այն ադեն ամեն մարդ շտաբելով իր հագուստ առավ ու անոր դակտորին աստիճաններուն վերևը։ Աբա շեփոր հնչեցնելով ասին. Հեյու թագավոր եղավ։ Իսրայելի Հովրամ թագավորը գմերցվի։ Այսպես Նամեսյան Հովսապատի որդին Հեյու Հովրամի թեմ թավատրեց, մինչ Հովրամ Ռամովտ քաղաքը գբահբաներ ամբողջ Իսրայելի հետ Սուրիայի Ազայել թագավորին պատճառով։ Սակայն Հովրամ թագավորը Հեզրայել վերադարձած էր փուժվելու համար ասորներուն դված վերքերեն Սուրիայի Ազայել թագավորին թեմ բادرազմած ադենը։ Հեյու ասավ. Եթե համամիտ եք, այս քաղաքեն ոչ մեկ ազատելով թող դուրս ելնե ու երթա այս բանը Հեզրայելի մեջ պատմե։ Հեյու իր գարկը նստավ եւ Հեզրայել գնաց, քանի որ Հովրամ հոն բարգած էր։ Հութայի Վոկոզիա թագավորն ալ Հովրամը դեսնելու իջած էր։ Հեզրայելի մեջ աշտարակին վրա թեթ մգայնած էր։ Հեյուի քունտին քալը դեսնելով ասավ. Քունտ մը գտեսնեմ։ Հովրամ ասավ. Հետզյալ մար զանոնք թիմավորելու ղրգե ու թողասե խաղաղություն է։ Ցիավորը զայն թիմավորելու քնած եւ ասավ. Թագավորը սագս է, խաղաղություն է։ Հեյու պատասխանեց. Թուն խաղաղությունը ինչ պիտի անես, յետևս անցիր։ Թեդը իմացուց։ Պատգամավորը մինչև անոնցքով քնած, բայց չվերադարձավ։ Հետո ուրիշ ցիավոր մղրգեց։ Անալ անոնց քնած եւ ասավ. Թագավորը սագս է, խաղաղություն է։ Հեյու պատասխանեց. Թուն խաղաղությունը ինչ պիտի անես, յետևս անցիր։ Թեդնալ իմացուց։ Մինչև անոնցքով քնած, բայց չվերադարձավ։ Ընթացքը Նամեսյան Հեյուի ընթացքին կնմանի, քանի որ գադաղապար գվարե։ Այն ադեն Հովրամ ասավ. Գարկը լծեցեք, ուստի իր գարկը լծեցին։ Իսրայելի թագավորը Հովրամ ու Հութայի թագավորը Վոկոզիա դուրս ելան յուրաքանչյուր իր գարկով։ Անոնք դուրս ելան Հեյուն թիմավորելու եւ զայն Հեզրայելացի Նապովտի ակարագին մեջ կդան։ Երբ Հովրամ Հեյուն տեսավ, ասավ. Հեյու, խաղաղություն է։ Անալ պատասխանեց. Ինչպես խաղաղությունը լա, քանի քու մորդ հեզապելի բորոնգություններն ու գախարտությունները գշատնան։ Հովրամ ցերկերը դարձուց եւ փախավ։ Վոկոզիայի ասելով. Ով Վոկոզիա, թավաջանություն գա։ Հեյու իր աղեղը ուժով քաշեց ու Հովրամը ուսերուն մեջտեղեն զարգավ։
նեդը անոր սիրդեն ելավ եւ ան իր գարկին մեջ գքեցավ։ Հետո հեյու իր զորավարին փաթեգարի ըսավ, վերցուր ասիգա ու նեդե զայն Հեզրայելացի նապովտի գալվածին ակարագին մեջ։ Արտարև հիշե թե երբ ես ու թուն անոր հոր ակապի եդևեն միասին գերտայինք գարկը նստած դեր անոր թեմ սավը ջիրը դվավ։ Իրաբես երեք նապովտի արյունն ու անոր որդիներուն արյունը դեսա գահայդարարե դերը եւ այս ակարագի մեջ քեզի պիտի հադուցանեմ գբատկամե դերը։ Ուստի վերցուր հիմա ու նետե զայն այս ակարագի մեջ դիրոջ խոսքին համացայն։ Հութայի Վոկոզիա թագավորը կմերծվի։ Հութայի Վոկոզիա թագավորը ասիգա դեստելով Բարդեզի դան ջամփայեն փախավ։ Հեյու զայն հետաբնթելով ըսավ. զինկալ զարգեք գարկին վրա։ Այդպես ալ եղավ Հեբրայիմի քով եղող քուրի զարիվերին վրա։ Վոկոզիա մագետով փախավ ու հոն մերավ։ Անոր ծառաները զինք գարկով Երուսաղեմ դարին եւ զինք Դավիթի քաղաքը իր քերեզմանի մեջ թաղեցին իր հայրերուն հետ։ Վոկոզիա Ակապի որդին Հովրամի 11-րդ տարին Հութայի վրա թագավոր եղեր էր։ Հեզապել թագուհին գմերծվի։ Երբ Հեյու Հեզրայել եկավ, Հեզապել լսեց, իր աչքերուն ծառույր տրավ, գլուխը զարտարեց ու բադոհանեն նայեցավ։ Մինչ Հեյու թռնեն ներս կմտներ անասավ, միթե իր դերը մերցնող զամփրի խաղաղություն ունեցավ, Հեյու իր երեսը թեպի բադոհանը վերցուց եւ ասավ. ինձի հետ ով գա, ով։ Երկու-երեք ներքիններ իրեն նայեցան։ Ուստի ասավ. զինք վար նետեցեք։ Զայն վար նետեցին, անոր արյունեն բադին ու ցերուն վրա ցայդեց։ Ինք զայն գողկրդեց, ապա ներս գնաց եւ գերավ ու խմեց։ Հետո ասավ. այժմ կացեք, դեսեք այդ անիծյալ գինը ու թաղեցեք զայն, քանի որ թագավորի աղջիկ է։ Զայն թաղելու կացին, բայց անոր քանգեն, ոտքերեն եւ ցերկերուն ապերեն զատ ուրիշ ոչինչ կդան։ Ուստի վերադարձան ու Հեյուի բատմեցին։ Անալսավ, ասիգա դիրոջ խոսքն է, որ իր ծառային տեսպացի Եղիայի միջոցով ասավ. Հեզապելի մարմինը շուները պիտի ուդեն Հեզրայելի ակարագի մեջ, ու Հեզապելի թիագը արդի մագերեսին վրա եղող աղբի բես պիտի լա Հեզրայելի ակարագի մեջ, այնպես որ պիտի չսվի, ասիգա Հեզապելն է։ Փառք ես Դեր Աստված մեր։ Ամեն։